Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան և անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Եվրամիությունը կրկին խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարները երկարատև բանակցություններից և Սլովակիայի, Հունգարիայի ու Ավստրիայի առարկություններից հետո հաստատել են 19-րդ պատժամիջոցների փաթեթը։ Մինչ այդ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ Ռոսնեֆտի և Լուկոյլի դեմ պատժամիջոցների կիրառման մասին։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը այսօր առավոտյան հայտարարել է նոր պատժամիջոցների փաթեթի հաստատման մասին։ Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ փաթեթը ներառում է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք մինչև 2027 թվականը, այսպես կոչված ստվերային նավատորմի տանկերների սև ցուցակում ընդգրկում, որոնց ծառայությունները թույլ են տալիս Կրեմլին արտահանել իր հիմնական ապրանքը՝ նավթը և նավթամթերքը, ի հակառակ արևմտյան սահմանափակումների և ռուս դիվանագետների համար դեպի Եվրոպա ճանապարհորդական սահմանափակումներ։ Եվրամիությունը վաղուց է Ռուսաստանի դեմ կիրառել գրեթե բոլոր հնարավոր պատժամիջոցները, բացառությամբ գազի, և վերջին մի քանի փաթեթները նպատակաուղղված են եղել այդ բացթողումները լրացնելուն, որոնց միջոցով Կրեմլը շրջանցում է այդ սահմանափակումները։ Պատժամիջոցների ճնշման աճը հատկապես ակտուալ է, հաշվի առնելով, որ Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները մինչև 3 որևէ պատժամիջոց չէր կիրառել Ռուսաստանի դեմ և նույնիսկ քննարկել էր դրանք մեղմացնելու հարցը։ Բլումբերգի և Ռոյթերսի տվյալներով հղումանելով եվրոպացի դիվանագետներին, նոր փաթեթը ներառում է պատժամիջոցներ Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների բանկերի, ինչպես նաև մի քանի կրիպտոարժույթային բորսաների դեմ։ Եվրամիությունը նաև երկրորդական պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի և Հնդկաստանի մի քանի ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան սահմանափակումները կամ գնել ստվերային նավատորմերի կողմից տեղափոխվող ռուսական նավթը։ Եվրամիությունը դեռևս ունի երկու հիմնական պատժամիջոցների տարբերակ՝ գազի էմբարգո և Եվրոպայում սառեցված ռուսական ոսկու և արտարժույթի մոտ 300 միլիարդ դոլարի բռնագրավում։ Սակայն ռուսական գազի գնորդներ Հունգարիան ու Սլովակիան կտրականապես դեմ են դրանից հրաժարվելուն։ Բացի այդ, Եվրամիությունում ռուսական ակտիվները բռնագրավելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի աջակցությունը, որը եվրոպացիները դեռևս չեն ստացել։ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի բանվորական կուսակցության հիմնադիր առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ բանակցություններ վարող Իմրայիլ պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գյուլիստան Քլեչքոչթիղիթը։ Վերջինիս այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Լիկե TV-ում հեռարձակվող ծրագրի շրջանակներում։ Կարող է շատ ավելի ճիշտ լինել, որ այդ մասին հայտարարի թե Իմրալի պատվիրակությունը, թե գուցե նաև պարոն նախագահի մամուլի ծառայությունը, հավելել է նա։ Նշեմ, որ հանդիպման կայանալու պարագայում այն լինելու է Էրդողանի և այդ պատվիրակության արդեն 3-րդ հանդիպումը, առաջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, երկրորդը հուլիսի 7-ին։ Տեղափոխվենք Վրաստան։ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ վրացական երազանքի կառավարությունը փորձում է իրեն կապել հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ ու մեղադրել պետական հեղաշրջման մեջ։ Նա նշել է, որ Պարցխալձե Ռամանովի անվան դատախազությունը պահանջում է իր հարցաքննությունը հոկտեմբերի 4-ի գործով և որ դատախազությունը հուսահատորեն ցանկանում է նրան ինչ-որ կերպ կապել հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ։ Ինձ համար մեծ պատիվ կլիներ լինել հոկտեմբերի 4-ի հանրային հավաքի կազմակերպիչը, բայց ցավոք ես գտնվում եմ լիակատար մեկուսացման մեջ և չեմ կարողանում մասնակցել կարևոր միջոցառումներին։ Ես կարծում եմ, որ եթե ես մասնակցեի հոկտեմբերի 4-ի հանրային հավաքի կազմակերպմանը և անցկացմանը, արդյունքները բոլորովին այլ կլինեին, ասել է նա։ Նա հավելել է, որ Վրաստանը անխուսափելիորեն կհաղթի բռնապետությանը։ Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն հայտարարել է, որ որոշ քաղաքական կուսակցությունների արգելքի վերաբերյալ դատական հայցը սահմանադրական դատարան կներկայացվի վաղը կամ արդեն երկուշաբթի։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը հաստատել է օրենսդրական
փաթեթը, որը կարգելի որոշակի անձանց կուսակցական գործունեությունը, քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունքը եւ ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Օրենսդրական փոփոխությունների համաձայն, եթե որևէ կուսակցության արգելվի Սահմանադրական դատարանի որոշմամբ, արգելված կուսակցության անդամները եւ դրա հետ կապված անձինք այլևս չեն կարողանա իրականացնել իրենց պասիվ ընտրական իրավունքները, նրանք այլևս չեն կարողանա մասնակցել խորհրդարանական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Սահմանադրական մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նրանց իրավունքը նույնպես կսահմանափակվի եւ նրանք այլևս չեն կարողանա դառնալ այլ կուսակցությունների անդամներ։ Նրանց նաեւ կարգելվի նվիրատվություններ կատարել այլ կուսակցություններին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պաշտոնապես վավերացրել է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիային Իրանի անդամակցելու մասին օրենքը եւ այդ մասին տեղեկացրել գործադիր իշխանության համապատասխան մարմիններին։ Ըստ Մեհեր լրատվական գործակալության Փեզեշքյանը հոկտեմբերի 21-ին նամակում համապատասխան գործադիր իշխանություններին տեղեկացրել է Իրանի խորհրդարանի կողմից նախկինում ընդունված ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային միանալու վերաբերյալ օրենքի մասին։ Նամակն ուղղված է եղել դատական մարմիններին, ներքին գործերի նախարարությանը, հետախուզության նախարարությանը, արդարադատությանը, արտաքին գործերի նախարարությանը, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությանն ու Իրանի կենտրոնական բանկին։ Նախագահի հրամանագրում նշվում է, որ Իրանի Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն նշված օրենքը, որն ի սկզբանե հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից 2018-ի դեկտեմբերին, ավելի ուշ որոշակի փոփոխություններով եւ վերապահումներով հաստատվել է նպատակահարմարության խորհրդի կողմից։ Նաեւ ասվում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն տվյալ պայմանագրի դրույթների իրականացումը կախված կլինի կոնվենցիայի 26-րդ հոդվածով նշված ձևականությունների կատարումից։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք Առաջինի հետ։